Սիրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Խոլեստերինի մակարդակի կարգավորումը կարևոր է լուրջ բարդությունների կանխարգելման համար։ Ֆիթակը կայքը ներկայացրել է բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, լավացնել արյան շրջանառությունը, նպաստել քաշի նվազեցմանը։ Թվարկված խնդիրների դեմ պայքարում լայնորեն օգտագործվող միջոցներից մեկը սխտորն է։ Այն հակաօքսիդանտներ և մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Կիտրոնի հետ համադրելու դեպքում կարող եք ստանալ բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բաղադրիչներ՝ 3 լիտր եռացրած ջուր, 4 կիտրոն, 4 պճեղ սխտոր։ Պատրաստման եղանակը՝ մանր կտրատեք կիտրոնը, սխտորը, ավելացրեք եռացրած ջուրը, բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ։ Փակեք տարանները, 3 օր դրեք սառնարանում։ Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ, առավոտյան քաղցած վիճակում։ Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ։ Ուշադրություն. այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում միայն մեկ անգամ։ Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է խորհրդակցել այն նշանակած բժշկի հետ, նախքան այս միջոցն օգտագործելը։ Ինքնաբուժումը կարող է բարդությունների պատճառ դառնալ։ Ցանկացած օրգանի գործառույթը կախված է արյան հոսքից, այդ իսկ պատճառով խիտ արյունը իր մեջ սպառնալիք է պարունակում առողջության համար։ Մի շարք մթերքներ և բնական միջոցներ օժտված են արյունը ջրիկացնող հատկությամբ։ Ներկայացնում ենք արյունը ջրիկացնող հատկությամբ օժտված մթերքների ցանկը։ Սխտոր, ձիթապտղի յուղ և սոխ, լոլիկը, խաղողը, հապալասը, օմեգա 3 ճարպաթթուները, քրքումը, կոճապղպեղը, դարչինը, բազուկը, բրոկոլին, թուրինջը կամ գրեյփֆրուտ, անանասը, նուռը, վիտամին C, սև շոկոլադը, ընկույզը, նուշը, կաղինը, պիստակը, կանաչ թեյը, խաղողի հյութը, անանասի հյութը։ Առողջ եղեք։